Ողջույն, Ազատություն ռադիոկայանի Մաքս ակումբի այսօրվա մեր թեման հետևյալն է. Facebook-ը որպես քարոզչության վիրտուալ հարթակ։ Այսօր թեմայի շուրջ քննարկում ենք ծավալելու Հայաստանի Հանրապետական Կուսակցության երիտասարդական կազմակերպության ցանցային պատասխանատու Տարոն Պարսամյանի հետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանի եւ Բարգավաճ Հայաստան Կուսակցության երիտասարդների միության անդամ Գոհար Ամիրխանյանի հետ։ Սկսենք հերթով, Գոհարից սկսենք, հայ իքական սեռի ներկայացուցչին առաջին խոսքի հնարավորություն տանք, Գոհար, որպես երիտասարդ քաղաքական գործիչ, չասեմ երիտասարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ եւ կա այդ գործընթացներում, ինչպես է Facebook-ն օգտագործում որպես քարոզչության վիրտուալ հարթակ։ Իհարկե նոր տեխնոլոգիաների զարգացման հետ, Facebook-ի առաջացման հետ, այսպես ասեմ, ավելի լայն են երիտասարդների հետ շփումը եւ դրա համար շատ կարեւոր է Facebook-ի դերը, որովհետեւ Facebook-ում կարելի է տեղադրել, կարելի է բանավեճեր կազմակերպել, կարելի է ուղղակի կապ հաստատել քաղաքական գործիչների եւ հասարակության անդամների միջեւ, որը շատ հաճախ չի ստացվում մնացած բոլոր հարթակներում։ Դրա համար մեծապես կարեւորում են Facebook-ի դերը եւ քննարկումները որպես այդպեսին, հատկապես Բարգավաճ Հայաստան Կուսակցությունը բոլոր հարցադրումները կապված կառավարության հետ, որոշակի քննարկումներ, ասեմ, որ Բարգավաճ Հայաստանը այն կուսակցությունն է, ով հասարակության քննարկմաններ դրել, որ այնպիսի հարցեր, որոնք նրանք կնախընտրեն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցությունը որպես այդպիսին հարցադրումներ կատարի դեպի կառավարություն։ Շնորհակալ եմ, Տարոն, դուք ինչպես եք օգտագործում Facebook-ը որպես քարոզչության վիրտուալ տարածք հարթակ, դուք նաև ինքներդ ցանցային պատասխանատուն եք, չէ՞ ձեր։ Շնորհակալություն։ Նախ ասեմ, որ հաղորդման նման ֆորմատով ողջունում եմ, շատ հաճելի էր նման քայլը։ Շնորհակալ եմ։ Ես հարցին կպատասխանեմ կարճ, բայց երկու տեսանկյունից։ Մեկ որպես մարքետոլոգ, մյուսը որպես ՀՀԿ ներկայացնող երիտասարդ քաղաքական գործիչ։ Որպես մարքետոլոգ Facebook-ը շատ հետաքրքիր եւ արդյունավետ քարոզչական գործիք է առհասարակ ամբողջ աշխարհում։ Բայց որպես ՀՀԿ ներկայացուցիչ եւ Հայաստանի քաղաքական շուկայի առանձնահատկություններ հաշվի առնելով ոչ այնքան արդյունավետ քարոզչական գործիք է եւ մենք որպես քարոզչական գործիք հիմնականում չենք օգտագործում Facebook-ը։ Այսինքն հարցը առաջանում է, որպես ինչ ենք օգտագործում Facebook-ը։ Առաջին հերթին Facebook-ում առկա սեգմենտ հանդիսացող հասարակական կարծիքի ուսումնասիրություն, մարդկանց կարծիքներ հետաքրքիր հարթակ քննարկումների համար, բայց ոչ պրոֆեսիոնալ քարոզչության միջոց, քանզի Facebook-ում մենք լավ գիտենք ինչքան մարդ է գրանցված է ստատիստիկ տվյալների, որ սեգմենտն է մոտավորապես եւ ինչքանով է դրա կոեֆիցիենտը քարոզչական աշխատանքի տվյալ գործիքի միջոցով դեռևս չեն գնահատում որպես արդյունավետ գործիք։ Շնորհակալություն։ Թեևս այդ Շնորհակալ եմ, Դավիթ, Հայ ազգային կոնգրեսի երիտասարդներն ինչպես են օգտագործում Facebook-ը այսօր Հայաստանի ամենաազատ տարածքն է, այն գրեթե շատ դժվար է վերահսկվում իշխանությունների կողմից, այդ պատճառով այստեղ գրեթե չի վերահսկվում եւ շատ դժվար է նրանց կողմից վերահսկել, այստեղ տեղի ունենում ամենահետաքրքիր եւ ազատ քննարկումները։ Facebook-ը կոնգրեսի երիտասարդները նույնպես շատ ակտիվ օգտագործում են եւ ընդհանրապես այդ քաղաքական ուժերի ներկայացվածության տեսակետից ես Facebook-ը կբաժանեի երկու հարթության։ Մեկը Facebook-ում տեղի ունեցող քննարկումներն են, իրավունքներն են, այստեղ կարծում եմ բացարձակ առաջատարը ընդդիմությունն է, Հայ ազգային կոնգրեսն է, որովհետև այստեղ երբ խոսքը գնում է խոսքի մասին, մտքի մասին, կարծում եմ կոնգրեսը մրցակիցներ չունի Հայաստանում եւ այդ առումով մենք Facebook-ում միանգամից նկատենք կոնգրեսի գերակշռությունը ինտելեկտուալ մասը եւ մյուս մասը Facebook-յան քվեարկություններն են, որին ես շատ հումորով եմ վերաբերվում։ Այստեղ իշխող կուսակցությունները Facebook-յան քվեարկություններին վերաբերվում են այնպես, ինչպես վերաբերվում են իրական կյանքում Facebook-ում տեղի ունեցող քվեարկություններին, այսինքն ինչպես են նրանք հաղթում իրական քվեարկություններին։ Վերում են կեղծ մարդիկ են ավելացնում ցուցակներում, այսինքն մահացած մարդիկ, հանրապետությունից դուրս գտնվող մարդիկ կամ տարբեր տեղամասերում գրանցված մարդիկ եւ այդ կեղծ քվեարկողների միջոցով հաղթում են, նույնը Facebook-ն է։ Դե նկատեք, այնտեղ Facebook-ում բոլորը ավելացրել են fake-եր, կեղծ մարդիկ, որոնք այդ կեղծ քվեարկությունների միջոցով նրանք հաղթում են այդ քվեարկություններում, թե ինչ է տալիս հաղթանակը
իրական կյանքում այդ կուսակցությունին ես հասկանում եմ բնականաբար այսպես թալանելու, միլիոններ կուտակելու, այդ միլիոնները կազինոներում օգտագործելու հնարավորություններ, բայց ինչ է տալիս Facebook-ում այդ կեղծ հաղթանակները, չեմ կարողանում հասկանալ, չգիտեմ։ Շնորհակալ եմ, կարող եք խոսել, միջամտել, եթե ունեք ասելիք, հա, խնդրեմ տարեմ։ Ես անչափ ուրախ եմ Դավիթ ջան, տեսնելով որ ընդդիմության շարքերում քեզպես լավատես մարդիկ կան, սակայն ինձ հարց առաջացավ այդ Facebook-յան որ խմբերում եւ որ կոնկրետ հարթակներում են քննարկումներում բացարձակ առաջատար կոնգրեսականները, դա մեկ հարց եւ երկրորդ ինքս լինելով ցանցային պատասխանատու երիտասարդական կազմակերպության կարող եմ բարձրակարգով ասել, որ հանրապետականը կյանքում fake չի օգտագործա եւ եթե որևիցե քննարկության ժամանակ հանրապետականին ընտրած ու մի քանի հատ կարող է ուրիշները բացած լինեն fake կարողանա գտնել ու ցույց տակ ու որ fake որը հանրապետականի քարոզչություն է անում Facebook-ում կարող եք բացահայտ կերպով ամոթանք տալի ինձ, որովհետև ինքս հոգացել եմ դրա մասին, ասեմ որ 800-ից ավելի մեր եկայից մարդ կա գրանցված Facebook-ում, ու մեր համար շատ կարճ ժամանակում հնարավոր է այդ ամեն ինչը անել։ Ու ինքս ուսումնասիրություններ ունեմ մասնագիտական, թե որ ուժերից որքան fake է եղել շատ հարցեր, բայց չեմ ուզենա այսօր բարձրաձայնել դրա մասին, կոռեկտ եմ համարում այս ֆորմատի մեջ անենք, բայց քանի որ այս պահին ներողություններ կային Հայազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչները, կարող է երկու կուսակցությունների առումով ասել, թե որ կուսակցություններն ունեն ավելի շատ fake-եր Facebook-ում։ Ես ամեն դեպքում սկզբունքից ես չեմ կանգնի, կոռեկտ չեմ համարում նման ֆորմատի բանավեճի կամ քննարկման ընթացքում դա հրապարակել, որպես մասնագիտական հրապարակում կարող եմ օրինակի համար Facebook-յան իմ պատին այսօր երեկոյան տարածեմ, խոստովանանք տարածեմ որոշակի տվյալներ հետազոտական կամ անձնական հաղորդագրությունով ուղարկեմ, քանի որ դա մասնագիտական վերլուծություն է, ոչ մի քաղաքական ենթատեքստ չունի, բայց հանուն արդարության Դավիթ ջան, ես կարող եմ քեզ վստահորեն ասեմ, որ հանրապետականը fake-ով չի աշխատում, մեր սկզբունքներին դեմ է, մեր համար ամոթ է, եթե մեկը տենա մենք fake-ով քվեարկում ենք, որտեղ մենք շատ մարդ ունենք իրական եկայից Facebook-ում։ Ավելացնելու բան ունեք։ Ունեմ իհարկե, ուզում եմ ասել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը fake-երի կարիք չունի, որովհետև մեր կազմում երիտասարդները բավականին շատ են, որոնք եւ Facebook-ում են, որոնք եւ քննարկումներ են կազմակերպում եւ դրա անհրաժեշտությունը ուղղակի չկա։ Ասեմ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության բոլոր երիտասարդների միության ենթակառուցվածքները բոլորը ունեն իրենց պատերը, բոլորն ունեն իրենց քննարկման տարբեր առարկաները եւ չեմ կարծում, որ մի քանի fake-երի խնդիր կա այստեղ, հա, ու բարձրաձայնակ քննարկումներում բացարձակ առաջատարներ չկան, որովհետև դեբատներից է ծնվում ճշմարտությունը։ Շնորհակալ եմ, մինչև շարունակենք մեր քննարկումը, ես կցանկանայի, որ բոլորս միասին լսեինք ամերիկացի լրագրող խմբագիր Wendy Norris-ին, ով ուսումնասիրում է սոցիալական ցանցերով լրատվություն տարածելու գործունեությունը ընդհանրապես, եւ իմ գործընկեր Էլեն Չինինգարյանի հետ զրույցում Wendy Norris-ը մասնավորապես այս թեմայի շուրջ ասել է հետեւյալը. I think at least in the context Կարծում եմ տեխնացուների հատկապես հեռուստաէկրանին հայտնվելու ժամանակ, օրինակ բանավեճերի ժամանակ, երբ այն վարում է մեկնաբանը կամ լրագրողը, բազմաթիվ պարզապես հիմար հարցեր են հնչում, հարցեր, որոնք մարդկանց չեն անհանգստացնում։ Այս առումով, որպեսզի տեխնացուն հասկանա, թե ինչն է անհանգստացնում մարդկանց, սոցիալական կայքերում նրա այդ երկխոսությունը ընտրողների հետ շատ օգտակար կարող է լինել, քանի որ քաղաքական գործիչները հաճախ լավ տեղյակ չեն հանրության խնդիրներից։ on social media. Նա հավելեց, որ սոցցանցերի խնդիրն էլ այն է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ ոչ թե իրենք են վարում սեփական էջերը, այլ դա անում են նրանց օգնականները։ It would be helpful. Իհարկե շատ ավելի լավ կլինի, որ հենց քաղաքական գործիչները լինեին իրենց անունից տարածվող ինֆորմացիայի հեղինակները եւ այն օգտագործեին ոչ թե որպես խոսափող, այլ երկխոսության միջոց։ It's a very powerful thing. Այդ մենք որքանով ենք օգտագործում Facebook-ը որպես ոչ թե խոսափող, այլ հենց երկխոսության միջոց։ Ուրեմն նախ Ներողություն Wendy Norris-ն ասաց, որ անձամբ իրենք չեն, հա, քաղաքական գործիչները անձամբ չեն զբաղվում իրենց էջերով։ Ուրեմն դա շատ ակտուալ բան ասես նա, որովհետև երբ որ սոցիալական ցանցերը ակտիվացան, ամբողջ աշխարհի թե լրագրողները, թե PR մասնագետները, թե ինտերնետ մարքետոլոգները ասում էին, որ հեռուստատեսությանը այլընտրանք չի պարզապես սոցցանցը, դա այլ որակի շփման ձև է։ Այսինքն, եթե քաղաքական գործիչը նույն ձևով պետք է նստի վիդեոնեկարանումով
կուլտուրական ինչ խոսում էր հեռուստացույցով նույնը տեղադրի ցանցում, դա նոր որակի չի բերում։ Սակայն երբ որ նա անձամբ է մտնում, անձամբ է հարցերի պատասխանում, հասարակություն ավելի սերտ կերպով է շփվում նրա հետ։ Թերևս կարող եմ օրինակ բերել մեր կուսակցությունից Արմեն Աշոտյանի որպես օգտատեր, ռեալ այդ մարդը անձամբ է օգտվում, ոչ ոք այսօր կասկածի տակ չի կարող դա անցկացնել եւ բոլորս է կվկայենք, որ եթե նրա տեղը լիներ PR մասնագետ, լրիվ այլ տեսակի որակ կլիներ, քան այս ամենը չէ։ Այդտեսակի շինծուի նկատի ունեք։ Չէ, նկատի ունեմ, որ յուրաքանչյուր ուսանող այսօր կարող մտնի պատին ինչ-որ հարց գրի, պատասխան ստանա։ Իսկ լրիվ այլ կլիներ, եթե գրեր նրան պատասխանեին ձեզ այս օրվա կամ մի ժամվա ընթացքում կպատասխանեն մի հատ պաշտոնական պատասխան։ Լինում են առօրյա խոսակցական ոճով հարցեր, պատասխանվում է առօրյա խոսակցական ոճով, լինում են այլ տեսակի, ասացին է, որ այս գործիքի միջոցով առավել սերտ շփում է լինում պաշտոնյա քաղաքացի եւ ֆորմատի մեջ։ Շնորհակալ եմ Դավիթ, դուք ավելացնելու բան ունեք։ Այն քաղաքական գործիչները, հրապարակային դեմքերը, որոնք իմ ընկերների շարքում են, ես նրանք հաստատ գիտեմ, որ իրական են եւ հենց իրենք են զբաղվում։ Դրանք Լևոն Զուրաբյանը, իրանք գործունեության կամ մարմնությունները։ Իսկ Արմեն Աշոտյանը կամ իշխանական դեմքերը, քանի որ իմ ընկերների մեջ չկա, չեմ կարող ասել դրանք իրական են։ Ես ընդհանրապես կխոսեմ մեր քաղաքական գործիչների մասին, ովքեր ներկայացված են հենց Facebook-ում, մասնավորապես Վահե Ֆիաջյանի մասին, որը հաստատ գիտեմ, որ ինքն է իր Facebook-յան էջը կառավարում ու նմանատիպ բոլոր կառույցները, երից թևերի ղեկավարները ու մնացածը։ Ասեմ, որ ես ինքս էլ շատ դեպքերում շատ հարցեր տալիս եմ, շատ հարցերի պատասխաններ ստանում եմ, բայց միշտ չի, որ մեր պաշտոնյաները, այլ կուսակցության ներկայացուցիչները դիմանում են արդար քննադատությանը եւ շատ հաճախ նաեւ արժանանում ենք իրենց ընկերների շարքից հեռացվելու բախտին, ասեմ իմանեք։ Համ առանց անունների խնդրում ենք խոսենք վերջին իրադարձություններից, հա, երբ Հանրապետական թևը եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության թևը, չասեմ երիտասարդ, բայց ամեն դեպքում երիտասարդ պատգամավորները սկսեցին գրառումներով մեկը մյուսին վիրավորել։ Ընդհանուր առմամբ խոսենք, թե ձեր թևը ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը երիտասարդները որքանով են կոռեկտության սահմանը պահում Facebook-ում եւ որքանով են կարողանում առանց դիմացինին վիրավորել առողջ բանավիճել։ Ես խոսում եմ ընդհանուր դեպքերի մասին, հատուկ դեպքերի մասին չեմ կարող ավելին ասել, որովհետև այս պահին լիազորված չեմ նմանատիպ հայտարարություններ անել։ Բարգավաճ Հայաստան կուսակցության կազմում կան շատ երիտասարդներ, որոնք ունեն տարբեր կրթական մակարդակներ, տարբեր սոցիալական մակարդակներ եւ տարբեր կերպ են շփումները հաստատում։ Դա մեր հասարակությունն է, ոչինչ չենք կարող անել դրա դեմ։ Ամեն մարդ իր մակարդակի, ամեն մարդ իր գիտելիքների եւ ամեն մարդ իր ունակությունների սահմանում է կատարվել։ Ձեր կարծիքով անցնում են կոռեկտության սահմանը, անգամ ձեր կուսակից ընկերները, երիտասարդ։ Ես այն մարդկանց հետ ում հետ ես ինքս եմ շփվում ու այն մարդկանց հետ ում գրառումները ես տեսել եմ, ես կարծում եմ ոչ, բայց կարող են հնարավոր է մարդիկ լինեն, ովքեր ասեն, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության այս անդամը այսպեսի բան է գրել։ Ես անձամբ չեմ տեսել եւ ես անձամբ կարծում եմ, որ մենք պահում ենք կոռեկտության սահմանը։ Հանրապետական կուսակցության երիտասարդները Facebook-ում բանավիճողների քաղաքական թեմայով երիտասարդների մասին է խոսքը, առհասարակ երկու խումբ կա։ Մարդիկ, որոնք ընդհանրապես չեն անցնում կոռեկտության սահմանը եւ բոլոր ուժերից, եւ մարդիկ, որոնք պարզապես անցնում են նորից բոլոր ուժերից։ Կարծում եմ, այս հարթության վրա չի կարելի ասել, որ քաղաքական ուժն է անցնում կամ չի անցնում, քանզի բոլոր ուժերից էլ կան սահմանը անցնող շատ ոչ կոռեկտ արտահայտություններ գրող մարդիկ եւ միևնույն ժամանակ ես ասում եմ թե ՀԱԿ-ից, թե Բարգավաճ Հայաստանից, ես Facebook-ի միջոցով ձեռք եմ բերել մտերիմներ չասենք միմյանց գաղափարները կիսող շատ հարցերի շուրջ, մարդիկ ոնց է շատ հաճույքով բանավեճ են, բայց նույն ՀԱԿ-ից, նույն Բարգավաճ Հայաստանից, նույն Հանրապետական կուսակցությունից հնարավոր են լինեն մարդիկ, որոնք անցնեն սահմանը, որը համոզված են եւ ոչ մի մեր վերոնշակուսակցությունից չեն շահագրգռում, որպեսզի նման բան լինի, էլի, բոլորն որովհետեւ չնստենք ասենք որտեղ պետք է ցանկացած դեպքում պահել կոռեկտության սահմանը եւ չպետք է վիրավորել, որովհետեւ եթե քրեական օրենսգրքիներ ծանոթենք, վիրավորանքը դա գրորեն պատժելի արարք է։ Կամ մինիմում գոնե հասարակական պարսավանքի արժանանում։ Դավիթ, ձեր ընկերներով միշտ պահպանում եմ կոռեկտության սահմանը, որտեղ գտնում դա բարձրացնում է խոսքի արժեքիչը։ Վիրավորակներ եւ հայհոյանքներ գրելը ընդհանրապես փաստարկների բացակայության կամ փաստարկների թույլության նշան է եւ դու ընդհանրապես հատրացնում ես քո խոսքի արժեքը։ Կարծում ես դեռ անհանգիստ չի, բայց փաստարկների բացակայության չեմ
դրանից չեմ բողոքում, հաստատների բացակայությունից դրա համար բաժանումների կարիք չի եղել։ Ինչ վերաբերվում է ընդհանուր Facebook-յան քննարկումներին։ Ներողություն, ինչև դրան անցները մեր Facebook-յան ասուլիսներից մեկի հյուրն էր Լևոն Զուրաբյանը ու օգտատերերից մեկը գրել էր, թե ինչու են Հայ ազգային կոնգրեսի մասնավորապես երիտասարդներն անցնում կոռեկտության սահմանը Facebook-ում եւ վիրավորում մյուսներին։ Իհարկե միակողմանի հայացք է, բոլորն են ասում, դա մենք բոլորս ակնհայտ ենք լինում Facebook-յան պատերազմներ այդպես կոչված եւ ինչ որ լարված շրջանում կոնկրետ ինչ որ իրադարձության հետ կապված, ասենք հիշում անցած տարի հանրահավաքների ժամանակ, երբ որ Ռաֆի Հովհաննիսյանը հացադուլ էր նստել կամ երբ Ռաֆի Հովհաննիսյանը այս տարի առաջադրվել էր այն դատարանցքում, որտեղ առաջադրվել էր արդեն Նիկոլ Փաշինյանը։ Եվ երբեմն այլ մանավանդ հիմնադրություններ են, որ լարված շրջան է եւ այդ պատերազմները մենք երբեմն ակնհայտ լինում ենք եւ կոռեկտության սահմանները անցնում են բոլոր կողմերից։ Ես երբ որ տեսնում եմ իմ ընկերներից, կոնգրեսի իմ ընկերներից ինչ որ մեկը անցել է սահմանի, անպայման ասում որ դու քո խոսքի արժեքը գցում ես, դու կարող ես շատ ավելի հանգիստ, շատ ավելի հավասարակշռված ձևով ներկայացնել մեր փաստարկները, որոնք շատ ավելի արդյունավետ են եւ ավելի ընդունելի կդառնան եւ ավելի դրանով դու կհամոզես քեզ կարդացող մարդկանց, քան քո իրավունքների։ Շնորհակալ եմ, դուք ինչ-որ բան եք ավելացնում ընդհանուր քննարկումների առումով։ Լարված շրջաններում երբ բոլորը սահմաններ անցնում։ Լավ, շնորհակալ եմ։ Վերջին հարցս, որքանով է վիրտուալ տարածք արտացոլում այն, ինչ որ տեղի է ունենում իրականում այս շրջանում, ընտրությունների նախընտրական շրջանում։ Facebook-յան վիրտուալ տարածքը եւ իրական տարածքը որքանով են նման զուտ իրադարձությունների ծավալման առումով։ Ինչպես արդեն նշվեց, Facebook-ը շատ քիչ է, հսկվում եւ մարդիկ կարողանում են ազատ արտահայտել իրենց կարծիքը։ Իհարկե խոսում եմ այն մարդկանց մասին, ովքեր կարևորում են իրենց կարծիքը, այլ ոչ թե առաջնորդվում են մնացածի կարծիքով։ Կարծում եմ այդ կոնտեքստում շատ ավելի բաց է, շատ ավելի ազատ է ինֆորմացիան։ Իհարկե այս դեպքում նաեւ վտանգ կա դեզինֆորմացիայի, որովհետեւ դա էլ է շատ լինում։ Չնայած հնարավորություն կա նաեւ այդ ամեն ինչը հերքելու, բացատրություններ տալու եւ այսինքն ավելի ազատ է շփումը։ Հնարավոր է մենք իրական կյանքում շատ դեպքերում խուսափում ենք որևիցե մի արտահայտություններ անել, խուսափում ենք մեր կարծիքը արտահայտել, բայց Facebook-ում կարող ես հանգիստ քննարկում կազմակերպել, եթե իհարկե դիմացինդ պատրաստ է հանդուրժողականության մթնոլորտում լսել եւ քննադատություններ եւ առաջարկներ եւ ընդունել դրանք։ Լավ, շատ դեպքերում հենց երիտասարդ քաղաքական գործիչները Facebook-յան իրենց էջում գրում են այն, ինչ որ գրում են եւ նույնը հրաժարվում են ասել օրինակ ինտերվյուների հարցազրույցների ընթացքում։ Այս դեպքում ձեր կարծիքով տարբերությունը որն է։ Դա նորմալ է, որովհետեւ Facebook-ը անձնական տարածք է եւ ինքը հրապարակային հարթակ չի կամ լրատվամիջոց չի եւ բոլորը ազատ են արտահայտել իրենց։ Հավաքական լրատվամիջոց է դարձել արդեն։ Ամեն դեպքում ինքը չունի այդ կարգավիճակը։ Ես իմ Facebook-յան էջին համարում որպես իմ անձնական տարածք եւ ես ինքս այդ սկզբունքով եմ աշխատում եւ հավանաբար այդ գործիչները դուրսում այդպես են նույնպես այդ սկզբունքով։ Դուք գուցե Դավիթ ջան, բայց երիտասարդ քաղաքական գործիչները իրենք արդեն հանրային դեմքեր են։ Facebook-ի օգտատերերը բոլորը տեղյակ են կանոններին, այնտեղ հստակ գրվում է, որ ձեր ցանկացած բառ կարող է մասսայականացվել, որովհետեւ Facebook-ը հանրային տարածք է։ Ես ինքս համարում անձնական տարածք։ Իրենք կարող են զգույշ լինել, քանի որ արդեն հրապարակային քաղաքական գործիչներ են եւ իրենց խոսքը կան բոլոր լրատվամիջոցները, մանավանդ որ այսպես լրատվական սորտ կա դարձած եւ մեր լրատվամիջոցների մեծ մասը իրենք չկարողանալով այլ տեղերից լրատվություն հաղորդել, օգտվում են Facebook-ից, այնտեղից ստատուսներ են գրում, քննարկում են այնտեղ ներկայացնում։ Ես երբ լրատվամիջոցը այդ մասին տեղեկացնում եմ, ես կարծում եմ կոռեկտ է դա, բայց ամեն դեպքում Facebook-ը ավելի անձամբ տեղ է, որտեղ այդ սահմանափակումները ինչ որ կան լրատվամիջոցներում, ինչ որ կան հրապարակային հարթակներում, դրանք չեն գործում։ Ես ընդհանրապես ուզում եմ տրանսֆեր Դավիթին ասելով այն, որ ես որպես Գոհար Ամիրխանյան իմ Facebook-յան պատին կարող եմ տեղադրել իմ անձնական կարծիքը, բայց որպես երիտմիության անդամ երիտմիության պատին ես պետք է պաշտոնական կարծիք, որովհետև շատ դեպքերում հնարավոր է իմ կարծիքը չհամընկներ մեր կուսակցության պաշտոնական կարծիքի հետ եւ այդ առումով Facebook-ը այդ հնարավորությունը տալիս է, երբ որ դու կարողանում ես շփվել որպես քաղաքական գործիչ, որպես անձնավորություն, այլ ոչ թե որպես պաշտոնատար անձ, որովհետեւ որպես պաշտոնատար անձ գոյություն ունի երիտմիության պատը, օրինակ Մալասի Սեբաստիան համայնքի երիտթևի պատը, որտեղ դու կարող ես հենց պաշտոնական տեղեկությունները ստանալ եւ դրա մասին ավելի այս մեկնաբանություններ, մանրամասներ իմանալ, բայց անձնական որպես այդպիսին պատը, դա իմ կարծիքով ոնց որ ասած
անձնական ոլորտ է։ Այսինքն դա իմ սեփական կարծիքն է։ Ես իմ անձնական պատին բնական է, որ պաշտոնական կարծիքը չեմ գրի։ Շնորհակալ եմ, Տարոն, եզրափակենք։ Ճիշտ ասած, ես Facebook-ի պատը նմանացնում եմ երեկոյան, երբ գիշն էինք քաղաքով զբոսնելու եւ ինչ-որ վայր լիներ, որտեղ հասարակայնորեն ակտիվ մարդիկ հավաքվեին, բանավոր կերպով հերթով յուրաքանչյուր ինչ-որ կարծիք ասեր, այսինքն պաշտոնական կարծիք չեմ համարում եմ անձնական կարծիք, որտեղ մի փոքր ավելի ազատ եմ բնորոշումների մեջ, սակայն սահման կա, այսինքն չի նշանակում, որ պետք է անարխիկ կերպով օգտագործել, երբ որ հաճախ ականատես ենք լինում։ Դա մեկ եւ երկրորդ, ես ուզում եմ անհատներին չնույնականացնել կուսակցությունների ընդհանուր կարծիքի հետ։ Յուրաքանչյուր կուսակցությունում ցանկացած երիտասարդ կարող է անհամաձայնություն չունենա նույն կարծիքը, ինչ ունի կուսակցություն ընդհանրապես, եւ պետք է նա ազատ կերպով կարողանա դա վարժաձայնել նաև ստատուսի, Facebook-յան ստատուսի միջոցով, քանզի հակառակ պարագայում մենք ունենանք պարզապես դեգրադացվող երիտասարդություն։ Եթե ես ունեմ սկզբունքներ, կուսակցությունում ինչ-որ որոշում է կայացվում, որը դեմ է իմ սկզբունքների, ես պետք է չվախենամ, դա բարձրաձայնեմ, քննարկեմ այն մարդկանց հետ, ովքեր այլ կարծիք ունեն եւ այլակարծության քննարկման ընթացքում ծնվի իրականությունը եւ անիմաստ է ասել, որ իմ կարծիքը կարա բխի կուսակցության ընդհանուր կարծիքից կամ նմանատիպ։ Դա իմ անձնական տարածքն է, կարճ ասած։ Այդքան է։ Լավ, շնորհակալ եմ։ Վերջին հարցս, Դավիթ, ձեր ընկերներում, Facebook-յան ընկերներում կան երիտասարդներ ԲՀԿ-ից կամ ՀՀԿ-ից։ Իմ ընկերներում Տարոնն ասաց, որ իր ընկերներում կան։ ԲՀԿ-ից հաստատ կան, երևի մոտ 10 հոգի, հիմնականում աղջիկներ, իսկ հանրապետականից չեմ կարող ասել, որտեղ ընկերները մոտ 1000-ից ավել ընկերներ են եւ բոլորին չեմ ճանաչում հաստատ։ Կարող են լինել, բայց չեմ։ Ամեն դեպքում ընկերության առաջարկներն ընդունելիս չեք նայում կուսակցություններին։ Խնդիր չկա, կա եթե ինչ-որ մեկը դիմի, ներժում չի ստանալ։ Լավ, շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրերն էին Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Հայազգային կոնգրեսի երիտասարդները։ Շնորհակալ եմ այսօր մեր հրավերն ընդունելու համար, հաղորդումն ավարտենք ձեր դրական կամ գուցե նաեւ բացասական կարծիքներով։ Facebook-ը ձեզ համար, կարճը կոնկրետ ասենք, ձեզ համար ինչ է, ձեզ համար եւ ձեզ համար։ Facebook-ը իմ համար ուղղակի շփման միջոց է, որը կարելի է շփվել նաև այլ կուսակցության ներկայացուցիչների հետ։ Տարոն Այլակարծության հարթակ։ Այդքան։ Facebook-ը ինձ համար վերջին տարիներին Հայաստանի ամենակարևոր ձեռքբերումներից մեկն է, որովհետեւ նախկինում չկար այդ սիասət քննարկումներ եւ ինքը հիմա այդ հերոսատեսության լրատվամիջոցների տոտալ վերահսկողության պայմաններում դարձել է այսպես ազատ խոսքի մի կղզյակ Հայաստանում։ Լավ, շնորհակալ եմ, հաջողություն։